5 տրիլիոն 318 միլիարդ դրամ կամ 13 միլիարդ 581 միլիոն դոլար։ Այսքան է Հայաստանի պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ։ Այն նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի համեմատությամբ աճել է 4.4%-ով, իսկ եթե հաշվարկն անում ենք դոլարով, նույն ժամանակահատվածում պետական պարտքն աճել է 5.8%-ով։ Իրավիճակը սակայն միանգամայն կառավարելի է։ Այստեղ հատկանշական է նաև արձանագրել, որ վերջի տարիներին ըստ ներգրավման արժույթի եւ ըստ ռեզիդենտության ներքին պարտքի ծավալը մասնաբաժինը ընդհանուրի մեջ աճել է եւ մենք հիմա հասել ենք 50% մակարդակին, ինչը բավականին դրական ցուցանիշ է։ Սա նշանակում է, որ պարտքի կեսը ներգրավված է պետական դրամային պարտատոմսերի թողարկմամբ։ Նախարարի խոսքով գործընկեր շատ երկրներ հետաքրքրվում են, թե ինչպես ենք մենք հասել այս մակարդակին, հաշվի առնելով, որ Հայաստանի կարգի երկրներում որպես կանոն ներքին պարտքը 20-ից 30%-ի շրջակայքում է լինում։ Հովհաննիսյանը բացատրել է նաև, թե ինչու է բյուջեն 5.5% դեֆիցիտով։ 5.5% դեֆիցիտի մի զգալի մասը օրինակ ուղղվում է մեր պաշտպանական ենթակառուցվածքների զարգացմանը։ Եվ ես որքանով հիշում եմ, այդ ժամանակաշրջանում բոլորը ոգևորությամբ եւ հիացմունքով խոսում էին նրա մասին, թե Հայաստանը ինչքան է մեծացրել իր պաշտպանության ուղղող ծախսերը։ Եվ ես կարծում եմ, որ դա արդարացված է այն առումով, որ մեր քաղաքացիները, բացի նրանից, որ իրականում այդ կարողությունները զարգանում են, մեր քաղաքացիները դրա հետևանքով ավելի անվտանգ են իրենց զգում։ Եվ կառավարությունը եւ ազգային ժողովը որոշել են, որ այդ ծախսը եւ այդ պարտքը ներգրավելը արժի նման բանի համար։ Պարտքի բացարձակ մեծությունը էական չէ։ Շատ զարգացած ու զարգացող երկրներ տրիլիոններով պարտք ունեն, բայց բոլոր երկրներում գործում է պարտքն է հարաբերակցության սկզբունքը։ Մեր երկրի պարագայում 2024 թվականի արդյունքներով այն նվազել է 0.1%-ային կետով։ Մենք պարտք ենք վերցնում։ Սա նշանակում է նաև այն, որ այն պարտքը, որը մենք վերցնում ենք, որպիսի ներդրումներ կատարենք մեր ենթակառուցվածքների մեջ կամ տարբեր ուղղություններով, վերադառնում եմ, այսինքն արդարացված է։ Եվ ես կուզենայի իհարկե, որ այո, ծախսերի արդյունավետության բարձրացման խնդիր միշտ կա եւ այս ուղղությամբ մենք պետք է աշխատենք եւ սա մեր աշխատանքի կարևոր մասն է կազմում եւ դա պետք է անենք։ Բյուջեն 2018-ի համեմատ աճել է կրկնակիից ավելի։ Ամեն տարի Հայաստանի բյուջեի եկամուտներն աճում են միջինում 200 միլիարդ դրամով, պարտքի սպասարկման ծախսերն աճում են 20-ից 30 միլիարդ դրամով։ Վահե Հովհաննիսյանը պատասխանել է հարցին, թե ինչ ազդեցություն կունենա ամուլսարի գործարկումը ՀՆԱ-ի աճի վրա։ Եթե այս տարի արդեն աշխատանքը սկսվի, դա կարող է որոշակիորեն մեր գնահատմամբ 0.5%-ի շրջանակներում ազդեցություն ունենալ համախառն ներքին արդյունքի աճի վրա։ Բոլորը արդեն դրա մասին խոսում են եւ մենք էլ ենք դրա մասին խոսում, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական աճը վերադառնում է իր պոտենցիալ աճին, որը մեր կարծիքով կազմում է 5-ից 5.5%։ Եվրոբոնդերի մասին։ Մարտի սկզբին մեր երկիրը 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր է թողարկել 7.1% եկամտաբերությամբ։ Ուրախ ենք, որ սպրեդը, որը մենք ունեցել ենք 2.86%-ային կետ է կազմել, դա մեր վերջի թողարկման համեմատ, որը կազմել է գրեթե նույն մակարդակի է եղել, որը 21 թվականին ենք թողարկել 2.84։ Այստեղ հատկանշական է, որ շուկայի որոշակի փոփոխությունների արդյունքում մեր նման երկրների սպրեդը զգալիորեն աճել է, այսինքն մեր նման երկրները բավականին ավելի բարձր տոկոսադրույքներով են թողարկում եւ երբ որ մենք նայում ենք շուկային, ապա մենք օրինակ Ուզբեկստանի, Ռումինիայի, Թուրքիայի, Հորդանանի, Վրաստանի այդ համեմատություններով բավականին ցածր սպրեդ ունենք։ Եվրապարտատոմսերի պահանջարկը 3 անգամ գերազանցել է թողարկման ծավալը։ Սա նաև ցույց է տալիս Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը եւ հետաքրքրությունը միջազգային ներդրումային ընկերությունների կողմից։ Ներդրումների աշխարհագրությունը եղել է հիմնականում Մեծ Բրիտանիայից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից
Եվրոպան 14%, Մեծ Բրիտանիան 45%, ԱՄՆ 34% եւ Միջին Արևելք եւ Հյուսիսային Աֆրիկան 5%։ Իսկ ինչու է պետությունը նախընտրել արտաքին պարտք ավելացնել, եթե պահանջարկը մեծ է նաև ներքինի նկատմամբ։ Վերջին տարիներին Հայաստան արտարժույթի ներհոսքը եղել է ավելի, քան մեր երկրի կարիքներն են, հիմա պատկերն այլ է։ Հիմա մեր գնահատմամբ մեզ պետք է ավելի շատ արտարժույթ կամ մեր միջազգային ռեզերվները, որոնք որոշակի նվազման դինամիկա են ցույց տվել վերջի շրջանում, այդ ռեզերվները լրացնելու նաև նպատակ էր հետապնդում կամ որպեսզի հավելյալ ռիսկեր չառաջացնենք միջազգային ռեզերվների համար։ Սա է այն պատճառը, որով մենք որոշեցինք եվրոբոնդ թողարկել։ Արդյոք արտարժույթի փոխարժեքի հնարավոր փոփոխումը ռիսկեր չի պարունակում։ Ֆին նախարարը նշել է, որ գործիքները թույլ են տալիս պարտատոմսերը հետ գնել, ինչի նախադեպ եղել է։ Ըստ Հովհաննիսյանի, եթե մարտին եվրոպարտատոմսեր չթողարկեին 71%-ով, հետո տոկոսադրույքն ավելի բարձր էր լինելու։ Մուշեղ Իսախանյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։